Թե ինչքան է իմ սիրտը ցավացել էս ամեն ինչը տեսնելուց։ Ինչպես ոգեշնչվեցի բացել Wildberries-ի խանութ, ինչպես էր ամեն ինչ ընթանում եւ վերջապես ինչու դադարեցի իմ ձեռագործ զարդերի վաճառքը այդ հարթակում։ Սրանք այն հարցերն են, որոնք ինձ մինչև այսօր տալիս են եւ ես որոշեցի մեկ ընդհանուր վիդեո նկարել եւ պատասխանել այդ բոլոր հարցերին։ Ինչպես բացեցի իմ Wildberries-ի խանութը։ Ես ունեմ մի շատ լավ ընկեր, ով եւս զբաղվում է ձեռագործ աքսեսուարների արտադրանքով, կաշվեգործությամբ։ Ինքը միշտ ինձ ասում էր՝ «Եվա, արի բացենք Wildberries, հաստատ վաճառքը երաշխավորված է։ Կողքից որ անես, շատ լավ կլինի»։ Ու ինքը այնքան ասեց, որ իմ մեջ տպավորվել էր այդ ամեն ինչը, ու ես որոշեցի ինչու ոչ։ Իսկ ինչու ոչ։ Բոլորը ռիսկերին ծանոթացնելով, այդպես ընդհանուր գլոբալ պատկերացում կազմելով, ես որոշեցի գնալ ու բացել Wildberries-ի խանութ։ Ես Wildberries չեմ սովորել, ինքը ինձ օգնում էր ամեն անգամ տեղադրել նոր հայտարարություն, հաշվարկել արժեքը, մի խոսքով ամեն ինչ։ Եվ եկեք ամեն դեպքում ամենակարևորը նշեմ, որ ինքը լրիվ ճիշտ էր, վաճառքներ կան, իրոք անընդհատ կան, միշտ լինում է, ապրանքդ մինչև վերջ վաճառվում է։ Այսինքն սա ասում է, որ չմտածեք հանկարծ վաճառքներ չկան, այդպես նեղվել եմ, հիասթափվել եմ ու էլ չեմ ուզում վաճառել։ Ոչ, վաճառքներ կան։ Դա հաստատ։ Առավել եւս, եթե գովազդ ես միացնում, որը ես չեմ արել, որովհետեւ իմ մարքեթինգով ես ինքս էի զբաղվում, իմ Instagram-յան, YouTube-յան եւ TikTok-յան էջերում տեղադրում էի վիդեոներ, ու ինչպես գիտեք, հավաքում էին մեծ դիտումներ, իրոք մարքեթինգային քայլեր ներկայացնում եւ ինձ շատ օգնեց վաճառել իմ ապրանքը, որոնք հազարավորները չէին, հա, այսինքն տեղադրել էի այդպես 50, 20, 100, ամենաշատը երևի այդքան ապրանք, որը շատ արագ վաճառվում էր։ Ու ես որոշել էի պատրաստել այնպիսի զարդեր կամ այնպիսի ապրանքներ, որոնք շատ արագ կլինի պատրաստել 1-2 օրում։ Համենայն դեպս այնտեղ ժամային լիմիտ կա, որպեսզի նույնիսկ եթե պատվիրեին ու ես ինձ մոտ օրինակ չունենայի, հասցնեի այդ ժամանակահատվածում պատրաստել։ Ասեմ ավելին, ես ունեի դեռ ավել պատրաստած զարդեր, աքսեսուարներ, որոնք այդպես էլ չտեղադրեցի Wildberries-ում, բայց պատրաստել էի քանակ, որոնք կեսի չոտը վաճառվել են ուղղակի հենց այնպես էջում։ Պատրաստել էի բրոշներ, որ պետքա տեղադրեի ամբողջը միանման, պիսի ունենայի պահեստային քանակություն։ Մի խոսքով, հիմա գիտեմ, որ շատերը շեշտելու են, որ այսպես թե այնպես ինչ որ դադարեցվել է աշխատանքը Հայաստանից դեպի արտերկիր։ Մի խոսքով չգիտեմ այդ ամեն ինչի մասին հստակ, որովհետև ինչ որ մեկի մոտ աշխատում է, ինչ որ մեկի մոտ չի աշխատում, բայց նշեմ, որ ես իմ աշխատանքը դադարեցրել էի այս ամեն ինչից մոտ 1.5 դեռ 2 ամիս առաջ։ Նշեմ, որ շատերը ինձ նույնիսկ անձնական նամակ էին գրում, որ ոնց որ բարև ձեզ կարող ենք մեր ապրանքը վաճառել ձեր անվան տակ, դուք լավ մարքեթինգ եք անում, թող վաճառվի, ձեր տոկոսը վերցրեք։ Ես բնականաբար մերժում էի բոլորին, որովհետև մի քիչ այդ ամեն ինչը ինչ որ բոլորը պատկերացնում են, հա։ Օրինակ, ես ընտրել էի մինիմալ փոքրիկ զարդեր, որոնք կարելի է պատրաստել շատ արագ, տեղադրել ինչքան հնարավոր է մաքսիմալ ցածր արժեքներով, գիտես որ քո ապրանքը էժան է, կամ լավ, այսպես ասեմ, քեզ մնացած, մաքուր մնացած գումարը շատ քիչ է, բայց գոնե գիտես որ քանակ է ու անընդհատ պարբերաբար պատվիրում են։ Ես այդպիսի ապրանք էի որոշել պատրաստել, իսկ շատերը ինձ առաջարկում էին մեծ պայուսակներ, այնտեղ 20, 30, 50 հազար դրամանոց պայուսակներ, որոնց վրա դե հիմա ինձ կհասկանան Wildberries սելերները, պետքա դնել լոգիստիկայի գումար, հաշվարկել այդ ամեն ինչը, այնտեղ ռիսկերը, վերադարձ, Wildberries-ի տոկոսը, մի խոսքով այդ գումարը որ դնում ես քո ապրանքի գնի վրա, դառնում է մի հատ բում։ Շատերը խոսում էին իմ 1500 դրամանոց բանտիկների մասին, բայց այդ բանտիկներից ինձ լրիվ մաքուրով մնում էր 500 դրամ, կամ նույնիսկ երբեմն այդքան էլ չէր մնում, որովհետև լինում էր պատվիրում էին վերադարձ, հետո ինչ որ մեկն էր պատվիրում ու մի խոսքով սենց ահավորություն էր։ Բայց ամեն դեպքում նորից եմ ասում, ես այս պահին խոսում եմ իմ ձեռագործ զարդերը այնտեղ տեղադրելու եւ վաճառելու մասին, բայց ընդհանուր ապրանքների վաճառքի համար ոչ ձեռագործ, որի վրա դու ժամեր ես ծախսում, դա հրաշալի հարթակ է եւ հաստատ իրոք արժի, նույնիսկ ես ինքս պլանավորում եմ ինչ որ ապրանքի առքու վաճառքով զբաղվել, բայց ոչ իմ ձեռքի աշխատանքների։ Հիմա եկավ պահը թե բացատրեմ ինչու եմ ես դադարեցրել իմ ձեռագործ զարդերի վաճառքը այդ հարթակում։ Գնացինք։ Առաջինը, որ ինձ կոտրեց, դա այս ցածր գնահատականներ, գրելով, որ նկարին համապատասխան չի։ Ինձ նախորդ զգուշացրել էին, որ Եվա 100%-ով լինելու են մարդիկ, որ քեզ ցածր գնահատեն, որովհետև կան քթիմազ մարդիկ, կան ուղակի չուզող մարդիկ, կան կոնկուրենտներ, այնպիսի մարդիկ, ով նույնիսկ գոհ են քո ապրանքից, բայց իրենք սովոր չեն 5 դնել ու ցածր են դնում։ Գրում են ամեն ինչ օքեյ է, բայց ցածր են դնում։ Ինձ այդ ամեն ինչին նախապատրաստել էին, զգուշացրել էին, բայց ես արդար մարդ եմ, ես սիրում եմ արդարություն։ Եթե կա ինչ որ պատճառ, ավելի լավ է ճիշտ պատճառը գրվի, հա, չի համապատասխանում նկարին։
ախր ոնց կարա չհամապատասխանի նկարին, եթե բուկվալն հենց վիդեոյի մեջի բանտիկն եմ ես դնում։ Այդքան առաջարկում էին կարտոչկաներ պատրաստել սիրուն, ես ասում էի, չէ, թող իրա հենց օրիգինալ նկարը մնա, որպես գլխավոր նկար, որը ես ինքս էի նկարել հենց այդ բանտիկները։ Իրանք լրիվ բոլորը նույն տեսքի էին, բոլորը նույն ձև, բոլորը այն որ copy paste, ոնց բացատրեմ։ Չկար տարբերվող բանտիկ, հասկանում եք, ամեն ինչ փաթեթավորել եմ ձեր աչքի առջև, բոլոր փաթեթավորումն ես տեղադրել եմ վիդեո տարբերակով, ուղղակի խարդախորեն գրել, որ ապրանքը չի համապատասխանում նկարին, դա մի տեսակ շատ վիրավորական է, բայց դա ամենաթեթևն էր, որը ես տեսա, որը ես ապրեցի, ասեմ թե հետո ինչեր են եղել։ Դե Վայլդբերիս հարթակն է, դե գիտենք, որ հնարավորություն ունի հաճախորդը վերադարձի, ատկազի, ինչ-ինչ պատճառներով, ուշացման, չգիտեմ, համենայն դեպս ոչ բրագի։ Ես այնքան եմ ստուգել իմ ապրանքը, ոչ մի բրակ բան չեմ ուղարկել, հələ հակառակը հետո նվերներ եմ դրել, դուք եք տեսել ձեր աչքով, այն որ 30 րոպեանոց կախազարդ էի պատրաստում ու պրոստը հետո նվեր էի դնում, մի կախազարդ, որը նույն արժեքին էր, ինչով որ բանտիկը կամ զարդը որ պատվիրել են։ Մի խոսքով, այն որ ուղղակի ոգևորված էի, ինձ դա դուր էր գալիս, հասկանում եք, միգուցե իմ աշխատածը մեծ չէր, բայց այդ process-ը, այդ ամեն ինչը ինձ ոգևորում էր ու ինձ դուր էր գալիս։ Ես անդադ պատկերացնեի, որ մարդը 1500 դրամից ապրանք է պատվիրել ու տուփը բացում է, տեսնում է, որ հետը այսինքն մի հատ խրուստալի կից, այն որ շքեղ փայլ ունեցող, ինչ որ կախազարդ կա։ Կամ օրինակ 4 հատ բանտիկ էին պատվիրում, ես 5-րդ գույնը նվեր էի դնում, կամ Վալենտինի օրվա կապակցությամբ կարմիր խրուստալիկների, սրտիկներից մեծ կախազարդերից ապրանքը կապ չունի, բոլորի հետ նվերներ էի դնում։ Ուղղակի ինձ համար դա հաճելի էր։ Չգիտեմ, ես հաճույք էի ստանում այն բանից, որ ես կատարում եմ մի բան, որ մեկը կարա տուփը բացի ու ուրախանա։ Իմ նպատակը դա էր։ Երբ Վայլդբերիզը նոր ես բացում, ամեն ինչ անում ես, որպեսզի դրական մեկնաբանություններ հավաքես, օձիվներ հավաքես ու ուղղակի առաջին հայացքից գոհացնես քո հաճախորդներին։ Հիմա ձեզ կասեմ հաջորդ խնդիրը։ Կային մարդիկ, ովքեր մի քանի գույն պատվիրում էին, նույնիսկ ինձ գրում էին, որ Եվա ջան, պատվիրել ենք, տեսնենք, որ մեկն ենք հավանում, որը հավանենք դա կվերցնենք, մնացածը վազվրատ կանենք։ Ես իրենց խնդրում եմ, ասում եմ, աղաչում եմ ձեզ, խնդրում եմ, այդպես մի արեք, որովհետև դե շատերը չեն հասկանում, որ երբ ապրանքը վազվրատ են անում, այնտեղ լոգիստիկայի գումարը, արդեն հետո կրկնակի պետքա տանի մի խոսքով։ Այդ ամեն ինչից ես եմ տուժում։ Այսինքն ցանկացած վազվրատի դեպքում կամ ատկազի դեպքում ապրանքդ հետ էր գնում պահեստ, չէր գալիս քեզ մոտ, գնում էր պահեստ ու երբ որ ինչ որ մեկը պատվիրում էր, նորից գնում էր այդ պատվիրատուի մոտ։ Ստացվեց, որ կրկնակի լոգիստիկա դու վճարեցիր։ Այն որ տակը 500 դրամ էր քեզ մնում, հիմա 250 դրամ է մնում, օրինակ, հասկանում եք։ Դե հիմա պատկերացրեք, որ մի հատ էլ գնա, գա, всё, արդեն էլ բացարձակ ոչ մի գումար քեզ չի մնում։ Երբ որ ամբողջ համացանցը գոռում էր ուղակի 2500 դրամով բանտիկներ, 2500 դրամով բանտիկներ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եթե օրինակ ես մեծականակ, հա, օրինակ 1000-2000 հատով պատվիրած լինեի բանտիկներ այսպիսի տուփերով, որոնք գալիս են Չինաստանից, ուղղակի ստանայի QR կոդը վրան կպցնեի, ուղարկեի, ստանայի QR կոդը վրան կպցնեի, ուղարկեի, դա լրիվ ուրիշ է, դա նշանակում է ուղղակի դու ջանք չես գործադրում։ Վերցրեցիր, փաթեթավորացիր, ուղարկեցիր, վերցրեցիր, մի օր կարող ես տրամադրել մեծ քանակ, ուղարկել պահեստ, հիմա թող մի քանի հատի հետ էլ խնդիր լինի։ Դա լրիվ հասկանալի է, դա լրիվ ընդունելի է ու սпасելի։ Հիշում եմ շատերը ասում էին 2500 դրամ ահռելի, թանկ բանտիկներ են, լուրջ եք ասում, գոնե դուք գիտեիք, որ այդ բանտիկներից ինձ համարյա գումար չէր մնում։ Ու ես դա հաշվարկում եմ նրա համար, որ ես ինքս էի պատրաստում այդ բանտիկները։ Ես ինքս ձևում, կարում, մշակում, քարիկները կպցնում, ամեն ինչ ես էի անում։ Ուրիշ բան, նորից եմ ասում, եթե դա ես չանեի, աշխատող աներ կամ չգիտեմ, ես ներգրեի, վրան ոչ մի ջանք չգործադրեի ու տեղադրեի։ Բայց ամենադաժանը մի քիչ ավելի թանկարժեք ապրանքների վազվրատներն էին, որոնք ես ծանր էի տանում, որովհետև չէի հասկանում իմաստը որն է պատվիրել, մի բան, որը դու տեսնում ես վիդեոյում այնպես ինչպես կա, չափերը տեսնում ես գրված է այնպես ինչպես կա, ու ես այնքան սիրուն փաթեթավորումով էի ուղարկում, հետը նվեր էի դնում, ժամանակին գնում էր, ուշացումներ չկար, այն որ իդեալական ամեն ինչ ու պրոստը վազվրատ են անում, ու ամենավատը, դրանից ավելի վատ բան կար։ Վազվրատ էին անում, գնում էր պահեստ, ինչ որ մեկը պատվիրում էր, էլի վազվրատ էր անում։ Գնում էր պահեստ, պատվիրում էր, էլի վազվրատ էր անում։ Ու այն որ ես մտածում ասում, ինչ ա եղել էս ապրանքիս հետ, որ բոլորը վազվրատ են անում։ Կարող է ինչ որ մի բան այն չի, կողը վնասվել է ճանապարհին, կարող է տուփն է վնասվել ճանապարհին, ես 1000 մի բան կարա պատահած լինի, որ հաճախորդները թեկուզ առաջին հայացքից չցանկանան վերցնել այդ ապրանքը։ Ինչ եմ անում ես։
Ապրանքներս պահեստից զակազամ տալիս բերում են ինձ։ Բերում են ինձ ինչ վիճակով, ես ձեզ հիմա ասենց շատ արագ ցույց կտամ։ Հասել է այս սենց վիճակով բիրկան վրան, չկա երկար կանթիկը, պոկած բիրկան վրան, ուրա տուփը, ուրա նվերը։ Ասից տալ ինչ տեսքով է իմ ապրանքը ինձ հետ հասել։ Խնդրում եմ, ես չգիտեմ պրոստը բառերով նկարագրելու չի, թե ինչքան վիրավորական է տեսնել քո ձեռքի աշխատանքը այս վիճակում։ Կան բանտիկը ինձ հետ է եկել, ուրա տուփը, ուրա նվերը, այս ինչ է կարել, ժողովուրդ։ Ու թե ինչքան է իմ սիրտը ցավացել այս ամեն ինչը տեսնելուց, ես 10 տարուց ավելի զբաղվում եմ ծառայգործությամբ, աշխատել եմ տարբեր դիզայներների համար, աշխատել եմ հագուստի վրա, պատրաստել եմ բրոշներ, պատրաստել եմ այլագոտիներ, ամեն ինչ։ Երբեք նման վիրավորական եւ նվաստացնող բան իմ աշխատանքի հանդեպ ես չէի տեսել։ Տեսա միայն Wildberries-ում։ Իրականում այս տեսարանը ինձ շատ էր կոտրել, ես մի փոքր անկեղծանամ ձեզ հետ, մոտ 1.5-2 ամիս չեմ կարողացել աշխատել, շատ կոտրված էի, ես իմ աշխատանքները ասենց վերցրել եմ իմ ձեռքը ու դողում են, ով է այս կենթանի, նախր կենթանին էլ այդպես բան չի անի, հասկանում եք, նույնիսկ չգիտեմ ոնց բացատրեմ, ինչքան պետք է մարդ չլինես, որ քեզ էսա թույլ տաս։ Եթե կարող ես թող քո մեկնաբանությունն է, ինչ ես կարծում, ինչու է այդպես եղել։ Ես մի բան գիտեմ, որ մեր մասնաճյուղերում, երբ ինչ-որ ապրանք ես վերցնում, կամերաների տակ ստուգում ես, այնպես որ հանկարծ չվնասես, կամ չգիտեմ, հայի տեսակն է այդպես, որ ամեն ինչ նուրբ ու զգուշ է անում, նույնիսկ եթե մի պուճուր բացեցիր, ասում եմ, «Всё, էլ վազռոտ չես կարող անես»։ Ճիշտ է, օրենքով կարաս անես, բայց քանի որ պատասխանատվությունը օֆիսի վրա է, դրա համար հիմնականում ասում են չես կարող անես ու դու չես անում։ Բայց ոնց են թույլ տվել իմ ապրանքը այդ կարգավիճակով վազվռատ անել։ Ու այդ դեպրեսիայի պատճառով, ինչպես նշեցի, ես չաշխատեցի 1.5-2 ամիս, նույնիսկ վիդեոներ չէի տեղադրում, անձնական նամակներին չէի պատասխանում, նույնիսկ աշխատանքային նամակներին չէի պատասխանում։ Ինձ համար դա կոտրման ինչ-որ շրջան էր, որը ես ուղղակի տեսա, ընդունեցի ու անցա, վերջ, բաց թողեցի։ Փոխարենը գիտեմ, որ նույնը ես հաստատ էլ չեմ կրկնի։ Ես թույլ չեմ տա իմ աշխատանքների հանդեպ նման նվաստացում։ Ու այո, նորից եմ նշում, եթե ես այս ամեն ինչը պատվիրեի, իրենց վրա աշխատանք, ջանք, սեր չգործադրեի, այսքան ժամանակ չծախսեի, միգուցե այսքան ծանր չտանեի, բայց իմ աշխատանքը ես սովորեմ սիրել ու եթե ինչ որ մեկին դա պետք չի, թող չպատվիրի ուղղակի, թող չունենա, չգիտեմ, թող ուղղակի վազվռատ անի, բայց ոչ ավիրված վիճակում, պետք չի ավիրել, ընկերներ, ամեն ինչ sense բումերանգի պես հետ է գալու ձեզ, ով որ դա արել է, անողահայ է, թե ռուս է, թե կապ չունի, պրոստը ամեն ինչ բումերանգի պես ձեզ հետ է վերադառնալու։ Դա խոստանում եմ, իմիջիալոց ճշտելն էլ այդքան դժվար չի, ուղղակի չեմ ուզում խորանալ մանրապրանքների համար, մանավանդ որ արդեն 2 ամիս անցել է ու ես բացարձակ անտարբեր եմ այդ հարթակի հանդեպ։ Այն դեպքում նորից նշեմ, որ ներգրել ապրանք վաճառել միգուցե ես կանեմ, միգուցե դեռ չեմ փակի իմ Wildberries-ը, դա շատ ավելի հեշտ կլինի, կորստի վնասման դեպքում դա դու գիտակցում ես արդեն, որ հնարավոր է այդպես լինի, վերջի քո ապրանքը չի, դու չգիտես այդ ամենը ոնց է պատրաստած, ոնց է փաթեթավորած, նայած իհարկե ինչ կպատվիրես։ Բայց մոռանում ենք իմ ձեռագործ զարդերի մասին, այլևս այդ հարթակում։ Եթե ինչ-որ մի բան ուզում եք, գրեք իմ Instagram-յան էջին, պատվիրեք, կամ WhatsApp-ին։ Հուսով եմ հետաքրքիր էր քեզ իմ վիդեոն։ Այն դեպքում, եթե այո, անպայման գրիր մեկնաբանություններում, էլ ինչ թեմաներից կցանկանաս միասին զրուցենք։ Ես ցանկանում եմ, որ մի քիչ խոսենք, քննարկենք, YouTube-յան հարթակը ինձ համար նորություն է ու շատ ավելի հետաքրքիր, քան մյուսներն են։ Մեծ սիրով կխոսամ տարբեր թեմաներից, մեծ սիրով կպատմեմ պատմություններ, ուղղակի ինձ մնում է իմանալ, թե ինչն է ձեզ ամենաշատը հետաքրքրում։ Դե Եվան, կհանդիպենք։